Ողջույն սիրելի ընկերներ, այսօր մենք խոսելու ենք մարիխուանայի միջազգային օրվա ապրիլի 20-ի նրա առաջացման պատմության մասին և հետաքրքիր բացահայտումներ անելով հարությունագեն սնկերի մասին, որոնք դարեր շարունակ եղել են մարդկային հետաքրքրության, գիտության, մշակույթի և նույնիսկ հոգևորության կենտրոնում։ Այն իր մեջ պարունակում է մարդկային փորձառության խորը շերտեր։ Մենք կփորձենք լուսաբանել այս սնկերի պատմական արմատները, տարբեր տեսակները, օգտագործման եղանակներն ու ազդեցությունները, ինչպես նաև դրանց դերը բժշկության մեջ։ Եկեք միասին բացահայտենք այս բնական հրաշքի հետաքրքրաշարժ աշխարհը։ Այս թեման սկսելուց առաջ թույլ տվեք անդրադառնալ նախորդ մեր հաղորդման արձագանքներին։ Գիտեմ, որ նայում ես վնաս, նույն ինքը Բորյա, շատերի կողմից սիրված рэպեր։ Իմ մեջ հարցեր են առաջացել։ Քո քայլերը շատ ծիծաղելի են ինձ համար։ Եվ կարծում եմ, աստղին հարիր ոչինչ չկա դրանում։ Հարց առաջին, ոնց է Բորյան մեզ շուտ նկատում, եթե նա չկա այսպիսի հարթակներում և չի հետաքրքրվում նման չաթերով։ Հարց երկրորդ, ինչի համար ես մեկնաբանություն գրում տեսանյութի տակ, շար էլի, ու հետո ջնջում։ Հաղորդումը նայեցիր մինչև վերջ, հասկացար, որ ճիշտ եմ, համամիտ լինելով ջնջեցիր, թե ջնջեցիր, որ քիչ թե շատ մտածող մարդիկ չհասկանան, որ ճիշտ էի, ինչ որ շատ շուտ նկատեցիր ես ամենը, ծանրաբեռնված рэփեր լինելով հանդերձ։ Ես ի դեպ, այս տեսանյութը լեգալայզից բացի ոչ մի տեղ չէի հրապարակել այն, որ տեսնեի ինչպես կարձագանքես։ Ես այս ամենը ասում եմ նրա համար, որ վնասը իր քայլերում ավելի հետևողական լինի, ավելի ներբանկատ մոտեցում ցուցաբերի իր արվեստին և տեսահոլովակներում քիմիա քթերը քաշելու փոխարեն րեպի միջոցով ավելի հետաքրքիր թեմաներից խոսի, չէ որ նրան լսում են բազմաթիվ երիտասարդներ ու պատանիներ։ Ի դեպ վնասը մեր վերջին տեսանյութից հետո իր յութուբյան պաշտոնական ալիքից ջնջել է «Ուզենամ կասեմ» երգի տեսահոլովակը։ Բրավո, վնաս։ Լավ, վնասին թողնենք անցյալում։ Ինչպես գիտեք, ապրիլի 20-ը մարիխուանա ծխողների միջազգային տոնն է, և լեգալ Հայաստանը այդ օրը մեծ անակնկալ ունի իր հետևորդներին։ Մեր նախորդ տեսանյութի մեկնաբանություններում գրեք ձեր կենցաղային, կրթական, առողջական, ապրուստի, ֆինանսական և այլ կարիքների մասին։ Մեկնաբանությունների լավագույն ցանկությունները ապրիլի 20-ին իրականանալու են։ Իրականացրու երազանքդ լեգալ Հայաստանի հետ։ Իսկ հիմա անցնենք առաջ։ Այսպիսով, ապրիլի 20-ը, որը հաճախ հանդիպում է 4x20 անվանումով մարիխուանայի օգտագործողների և դրա օրինականացման կողմնակիցների օրն է։ Եկեք հասկանանք ինչպես է այն առաջացել։ Այդ օրվա ծագման շուրջ կան տարբեր պատմություններ, բայց ամենահայտնին կապված է 1971 թվականին Կալիֆորնիայի Սան Ռաֆայել ավագ դպրոցի մի խումբ աշակերտների հետ։ Նրանք իրենց անվանում էին The Words և որոշել էին գտնել լքված մարիխուանայի բերք, որի մասին շատ էին լսել։ Նրանք պայմանավորվել էին հանդիպել դպրոցի Լուի Պաստերի արձանի մոտ ժամը 4:20-ին դասերից հետո և սկսել իրենց որոնումները։ 4:20 Լուիս արտահայտությունը ժամանակի ընթացքում կրճատվեց և դարձավ պարզապես 4:20, դառնալով նրանց գաղտնաբառը։ Թեև նրանց չհաջողվեց գտնել այդ բերքը, 4:20 արտահայտությունը արագորեն տարածվեց նրանց շրջապատում, իսկ հետագայում ողջ աշխարհում։ 4:20-ի մշակույթի կայացմանը առավելապես նպաստել է Grateful Dead ռոք խումբը, որի հետ անմիջական կապված էին The Walrus-ի անդամներից մի քանիսը, և այսպես 4:20-ը դարձավ մարիխուանայի օգտագործման և դրա հետ կապված մշակույթի համընդհանուր խորհրդանիշը։ Ապրիլի 20-ը ամբողջ աշխարհում նշվում է բազմաթիվ միջոցառումներով։ Մարդիկ հավաքվում են հանրային վայրերում, կազմակերպում փառատոներ, համերգներ և քաղաքային ակցիաներ, բարձրացնելու իրազեկությունը մարիխուանայի օրինականացման, դրա բժշկական և տնտեսական
ներուժի շուրջ։ Սա ոչ միայն պատմություն է մի խումբ հետաքրքրասեր երիտասարդների մասին, այլև համաշխարհային շարժում, որը միավորում է միլիոնավոր մարդկանց հանուն ազատության, իրավունքների եւ բնության պարգևների գիտակցված օգտագործման համար։ Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր կիսում են այս գաղափարը, ամսի 20-ին հավաքվել ընկերների հետ, մասնակցել թեմատիկ միջոցառումների, կիսվել ձեր կարծիքներով եւ միասին նշել տարվա ամենաուրախ օրը։ Թող այս տարին լինի մեր ձայնը ավելի բարձր հնչեցնելու, մեր համայնքը մեծացնելու եւ մարիխուանայի վերաբերյալ օրենքների վերանայման հարցը օրակարգ բերելու տարի։ Այժմ անցնենք մեր հաջորդ թեմային՝ հարությունագեն սնկեր։ Հարությունագեն սնկերի օգտագործման պատմությունը գալիս է դարերի խորքից։ Մարդկության տարբեր մշակույթներում դրանք ունեցել են հատուկ տեղ, կապված կրոնական ծեսերի, բուժման եւ հոգեբանական փորձառությունների հետ։ Դրանց մասին ամենավաղ վկայություններից մեկը գալիս է կենտրոնական եւ հարավային Ամերիկայից, որտեղ մայա եւ ացտեկ ցեղերը հարությունագեն սնկերը օգտագործում էին ծիսական արարողություններում։ Ացտեկները պսիլոցիբինային սնկերն անվանում էին Kionenacatl, ինչը թարգմանվում է որպես աստվածների միս։ Նրանք հավատում էին, որ այս սնկերն օգնում են կապ հաստատել աստվածային ուժերի հետ, բացահայտել տիեզերքի գաղտնիքները եւ բուժել հոգեվոր ու ֆիզիկական խնդիրները։ Հնագույն պատկերագրություններ, որոնք հայտնաբերվել են Աֆրիկայի Սահարա անապատում մոտ 7000-ից 9000 տարի առաջ, ցույց են տալիս սնկեր պահած մարդկանց պատկերներ, ինչը վկայում է, որ այդ ժամանակաշրջանում ևս դրանք կարևոր դեր են ունեցել։ Եվրոպայում, մասնավորապես Սիբիրի շամանական ավանդույթներում հայտնի է եղել Amanita muscaria սունկը, որը թեև պսիլոցիբինային չէ, օգտագործվել է հոգեմետ նպատակներով։ Հարությունագեն սնկերը ընդգրկում են բազմաթիվ տեսակներ, որոնց մեջ ամենատարածվածը պսիլոցիբին եւ պսիլոցին պարունակող սնկերն են։ Ամենահայտնի տեսակներն են պսիլոցիբ cubensis, սա ամենատարածված եւ լայնորեն օգտագործվող պսիլոցիբինային սունկ է, որը աճում է արևադարձային եւ մերձարևադարձային կլիմայական գոտիներում։ Պսիլոցիբ semilaceta հայտնի է նաեւ որպես Liberty Cup եւ համարվում է աշխարհի ամենաուժեղ պսիլոցիլինային սնկերից մեկը, որը աճում է խոնավ խոտածածկ տարածքներում։ Պսիլոցիբ azurescens այս սունկը հայտնի է իր բարձր պսիլոցիբինի պարունակությամբ եւ հիմնականում հանդիպում է Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափերին։ Պսիլոցիբ cyanescens հայտնի է որպես wave cup իր ալիքաձև գլխարկի պատճառով եւ աճում է փայտի մնացորդների վրա։ Հարությունագեն սնկերի հիմնական ակտիվ բաղադրիչները պսիլոցիբինը եւ պսիլոցինը մարսողական համակարգով ներծծվելուց հետո արագորեն ներթափանցում են արյան մեջ եւ հասնում ուղեղ։ Այստեղ պսիլոցիբինը վերածվում է իր ակտիվ ձևի պսիլոցինի, որն էլ հիմնականում ազդում է ուղեղի սերոտոնինային ընկալիչների վրա։ Սերոտոնինը նեյրոհաղորդիչ է, որը կարևոր դեր է խաղում տրամադրության, ընկալման, քնի, ախորժակի եւ բազմաթիվ այլ հոգեֆիզիոլոգիական գործառույթների կարգավորման գործում։ Սա առաջացնում է գիտակցության փոփոխություն, որը կարող է տևել 4-ից 6 ժամ։ Նախնական ազդեցությունը սկսում է 30 րոպեից մինչև 1 ժամ տևողությունից հետո։ Իր ազդեցության գագաթնակետին է հասնում 2-ից 3 ժամվա ընթացքում։ Գագաթնակետից 2-ից 3 ժամ հետո աստիճանաբար սկսվում է նվազել ազդեցությունը, սակայն մնացորդային էֆեկտները, օրինակ մտքերի փոփոխված վիճակը եւ թեթև տեսողական հետքերը կարող են զգացվել եւս մի քանի ժամ։ Գիտակցության լիարժեք վերականգնումը սովորաբար տեղի ունենում ընդունումից 6-ից 8 ժամ հետո, սակայն որոշ անհատների մոտ կարող է տևել ավելի երկար, կախված դոզայից եւ անհատական առանձնահատկությունների։ Այս նեյրոքիմիական փոփոխությունների արդյունքում մարդը կարող է զգալ մի շարք փոփոխություններ իր ընկալումներում եւ զգացողություններում։ Տեսողական ընկալումներ, սրանք ամենահաճախ հանդիպող էֆեկտներն են։ Գույները կարող են դառնալ անհավանականորեն վառ եւ հագեցած։ Տարբեր օրինաչափություններ, շարժումներ եւ ձևեր կարող են հայտնվել տեսադաշտում, նույնիսկ փակ աչքերով։ Առարկաների ձևերը կարող են աղավաղվել, դառնալ ալիքաձև կամ շարժվել։ Լույսի ընկալումը կարող է ուժեղանալ կամ
կամ փոխվել։ Լսողական ընկալումներ։ Ձայները կարող են դառնալ ավելի հստակ կամ աղավաղվել, կարող են առաջանալ ձայնի արձագանքներ կամ այլ հնչյունային էֆեկտներ։ Երբեմն կարող են լսվել ձայներ կամ երաժշտություն, որոնք իրականում լսելի չեն մյուսներին։ Զգացմունքային փոփոխություններ։ Էմոցիոնալ վիճակը կարող է շատ արագ տատանվել։ Մարդը կարող է մի քանի րոպեի ընթացքում զգալ խորը ուրախություն եւ էյֆորիա, որին անմիջապես կարող է հաջորդել տխրությունը, անհանգստությունը կամ վախը։ Էմոցիոնալ արձագանքները կարող են ուժեղանալ եւ աննշան թվացող բաները կարող են առաջացնել ուժեղ հույզեր։ Ժամանակի եւ տարածության ընկալման խեղաթյուրում։ Ժամանակը կարող է թվալ ձգվող կամ արագացող։ Մի քանի րոպեն կարող է թվալ անվերջություն, իսկ երկար ժամանակահատվածը ակնթարթ։ Տարածության զգացողությունը նույնպես կարող է փոխվել։ Առարկաները կարող են թվալ ավելի մոտ կամ հեռու, քան իրականում են։ Մտքերի եւ ինքնագիտակցության փոփոխություններ։ Մտքերը կարող են դառնալ ավելի ազատ եւ անկախատեսելի։ Կարող են առաջանալ խորը ինքնավերլուծություններ, նոր տեսանկյուններ սեփական կյանքի եւ խնդիրների վերաբերյալ։ Սեփական եսի եւ արտաքին աշխարհի միջև սահմանները կարող են ժամանակավորապես մշուշվել, առաջացնելով միասնության եւ կապի զգացում։ Ֆիզիկական զգացողություններ։ Կարող են նկատվել ֆիզիկական զգացողությունների փոփոխություններ, ինչպիսիք են թեթևություն, ծանրություն, էներգիայի ալիքներ կամ մարմնի տարբեր մասերում տարօրինակ զգացողություններ։ Սրտի աշխատանքը կարող է արագանալ, երբեմն նկատվում է սրտխառնոց կամ գլխապտույտ։ Կարևոր է հիշել, որ այս բոլոր էֆեկտները խիստ անհատական են եւ կախված են բազմաթիվ գործոններից, ներառյալ անձի հոգեբանական վիճակը, նախկին փորձառությունները, սպասելիքները, ընդունված դոզան եւ շրջապատող միջավայրը։ Անվտանգ եւ դրական փորձառություն ունենալու համար շատ կարևոր է պատշաճ նախապատրաստումը եւ անվտանգ միջավայրը։ Հարությունագեն սնկերը օգտագործվում են տարբեր ձևերով՝ ուղղակի ուտելով, թեյ պատրաստելով կամ կապսուլաների տեսքով։ Վերջին տասնամյակներում գիտական հետազոտությունները սիլոցիբինային սնկերի նկատմամբ կրկին աճել են։ Ժամանակակից բժշկությունը սկսել է ուսումնասիրել դրանց ներուժը դեպրեսիայի, անհանգստության եւ կախվածությունների բուժման համար վերահսկվող կլինիկական պայմաններում։ Սիրելի ընկերներ, մենք հավատում ենք, որ գիտելիքը զորություն է, իսկ բաց երկխոսությունը առաջընթացի գրավական։ Շարունակեք հետևել մեզ, կիսվել ձեր մտքերով եւ միասին բացահայտենք նոր հորիզոններ։ Եթե հավանեցիք տեսանյութը, սեղմեք լայք, բաժանորդագրվեք էջին եւ սեղմեք զանգակ։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը, որոնց ես մեծ սիրով կպատասխանեմ։ Սիրով Legalize Armenia-ի եւ Մաքուր Հայաստանի հիմնադիր Legal Հայաստան։